Հայաստանի Հանրապետության կառավարությունը որդեգրել է մի գործելավոճ, ըստ որի յուրաքանչյուր քաղաքացի, որը ցանկանում է օգտվել պետական ծառայություններից, պետք է անցնի նույնականացում եւ ունենա էլեկտրոնային օգտահաշիվ։ Այս տրամաբանությամբ է մշակվել ավագ դպրոցների նաեւ առաջին դասարան ընդունելության նոր կարգը, հայտնեց Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը։ Ըստ բանախոսի, ընդունելության հայտագրման ծառայություններից օգտվելու համար նախ ծնողը պետք է ունենա իր օգտահաշիվը կրթության կառավարման տեղեկատվական հարթակում, որն անհրաժեշտ է ոչ միայն հայտագրման, այլև հետագայում ԿԳՄՍ նախարարության կողմից տրամադրվող այլ ծառայություններից օգտվելու համար։ Օրինակ, ծնողը երեխայի օրագիրն առցանց կարող է տեսնել ոչ թե վերացական ինչ-որ մի էջում, այլ իր օգտահաշվում, ընդգծեց Պողոսյանը։ Հայտագրումից հետո ծնողը կարող է նաև էլեկտրոնային ստորագրությամբ էլեկտրոնային դիմում ներկայացնել դպրոցի տնօրենին, ամբողջությամբ էլեկտրոնային, եւ բացի դա կարող է նաև դպրոցի եւ ծնողի միջև կնքվող պայմանագիրը ստորագրել էլեկտրոնային տարբերակով, էլեկտրոնային ստորագրությամբ։ ԿԳՄՍ պաշտոնյան հավելեց, որ այն ծնողները, որոնք ունեն էլեկտրոնային ստորագրություն, նրանց համար հայտագրման խնդիր չի առաջանա։ Կա այլ ընտրանքային տարբերակ, իրենց իսկ էլեկտրոնային փոստի միջոցով կրկին կարող են օգտահաշիվ բացել, անցնել նույնականացում, սակայն այս պարագայում եւ ծնողը եւ երեխան պետք է ունենան հանրային ծառայության համարանիշ, որը պարտադիր պայման է։ Պողոսյանն ընդգծեց, որ ավագ դպրոցներում, մասնավորապես մասնագիտացված դպրոցներում, որոնք ԲՕԵ-ի ենթակայության ներքո են գործում, ընդունելությունը այս տարի դեռևս իրականացվելու է նախկին ընթացակարգերով, սակայն հաջորդ տարիների համար գործելու է ԿԳՄՍ նախարարության հայտագրման նոր համակարգը։ Վերջինիս հավաստմամբ նույն փուլերն ու ընթացակարգը գործում է նաև 10-րդ դասարանցիների համար։ Բացի այդ, արդեն այսօրվանից սկսած ծնողները համակարգում կարող են օգտահաշիվներ բացել եւ չսպասել հայտագրման օրվան։ Իսկ հայտագրման առաջին փուլը մեկնարկելու է հուլիսի 20-ին, որից կարող են օգտվել այն ծնողներն ու աշակերտները, որոնք ունեն առաջնահերթություններ։ Նա մանրամասնեց նաև երկրորդ փուլի մեկնարկի մասին։ Հաջորդ փուլը, որը համընդհանուր հայտագրման համար է, դա օգոստոսի 4-ին առավոտյան ժամը 9-ին է տեղի ունենալու, բացվելու է այդ օրը համակարգը։ Այստեղ կարող են մի բան շեշտեմ, որ առաջնահերթությունից կարող են օգտվել ինչպես հայերեն, այնպես էլ ռուսերեն ուսուցմամբ դասարաններ ցանկացող ծնողները, այսինքն իրենք կարող են չսպասել երրորդ փուլին ռուսերեն ուսուցման պարագայում, եթե իրենք ունեն առաջնահերթություն, ապա կարող են հենց առաջին փուլում օգտվել իրենց առաջնահերթությունից։ Երկրորդ փուլը օգոստոսի 4-ին հայերեն ուսուցմամբ, միայն հայերեն ուսուցմամբ դասարանների համար համընդհանուր հայտագրումն է եւ մյուս երրորդ փուլը արդեն նախատեսվում է միայն ռուսերենով ուսուցմամբ այլ երկրի քաղաքացիների կամ օտարազգիների երեխաների հայտագրման համար ռուսերեն դասարաններ։ Արտակ Պողոսյանը նշեց, որ չնայած հնչող դժգոհություններին, որոնք հիմնականում վերաբերում են տեխնիկական խնդիրներին, թվայնացումը եւ հայտագրման նոր համակարգի ներդրումը հնարավորություն է տալիս ի հայտ բերելու ոլորտում կուտակված զանազան խնդիրներ, եւ որ ամենակարևորը բոլոր շահառուների, այս դեպքում աշակերտների համար ապահովում է հավասար պայմաններ եւ կոռուպցիա կամ առավել եւս խնամի ծանոթ բարեկամ հասկացողությունը այս պարագայում չի գործելու։